Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանն է։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Միսկարյան, Հայաստանում ըստ էության արդեն մեկնարկել է նախընտրական քաղաքական փուլը, տարբեր ուժեր փորձում են դիրքավորվել, ձևավորում են դաշինքներ, ակտիվացել է նաև ընդդիմադիր դաշտը։ Եթե ընդհանուր նայենք տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես կգնահատեք, կա իրական մրցակցություն, թե ավելի շատ տեսնում եք նախընտրական իմիտացիա։ Ընդհանրապես իմ գնահատմամբ Հայաստանում քաղաքական գործընթացներ որպես այդպեսին չկան, կան քաղաքական բաղադրիչ ունեցող գործընթացներ, որոնք մենք կոչում ենք ընտրություն։ Այդ ընտրությունը ժողովրդավար հասարակությունների, պետությունների մոտ ժողովրդավարության փոքր բաղադրիչն է, կարևոր, բայց փոքր բաղադրիչն է։ Ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի, առավելապես ինստիտուտներով է եւ հասարակության քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության մակարդակով։ Մեր մոտ ցավալիորեն բոլոր ատրիբուտները պակասում են, բացի ընտրություններից, եւ դրա համար այն գործընթացը, որը հիմա տեղի է ունենում, ես կանվանեի ապաքաղաքական ընտրություններ։ Իմ գնահատականը այդպեսին է եւ ինչ որ տեղի է ունենում այդ ապաքաղաքական ընտրությունների շրջանակներում, դրանք տարբեր կերպ կարելի է բնութագրել, կարելի է եւ որպես շոու բնութագրել, կարելի է եւ որպես իշխանության համար ուղիղ պայքար, կարելի է եւ ազդեցության ոլորտների կամ տարածաշրջանային դերակատարների փոփոխության փորձեր եւ այլն, այսինքն այս ընտրություններում մենք որպես ժողովուրդ, մենք որպես պետություն եւ մենք որպես սուբյեկտ որևէ կերպ ներկայացված չենք։ Ընտրություններում գործում են պայմանական արևմտամետրներ եւ ռուսամետրներ, որոնք իրար դեմ պայքարում են, մեկը մյուսին վախացնելով հնարավոր պատերազմներով կամ արհավիրքներով։ Դա ընտրություն չի, դա քաղաքականություն չի։ Վերջին օրերին ուշադրության կենտրոնում է Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի շուրջ ձևավորված դաշինքը, շատերը սպասում էին, որ կհամագործակցի արդեն հայտնի ուժերի հետ, բայց համագործակցեց ոչ այդքան հայտնի միավորված հայեր եւ նոր դարաշրջան կուսակցությունների հետ, ստեղծելով ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը։ Ձեր կարծիքով ինչով էր պայմանավորված այս ընտրությունը։ Դե ես չեմ ճանաչում այդ մարդկանց ում հետ իրենք դաշինք են կազմում, ինչով է պայմանավորված, շատ պարզ բանաձև կա, այդ մարդիկ ի հակադրություն գործող իշխանության միանձնյա առաջատարի, այսպես ասենք Նիկոլ Փաշինյանի, քանի որ մեր մոտ ասեցի ընտրությունները քաղաքական չեն, հետեւաբար անձերով են պայմանավորված, այսինքն այս չքաղաքական գործիչները որոշել են, որ պետքա ժողովրդին փորձել որևէ կերպ գրավել իրենց կողմը, թեկուզ դա լինի մոլորեցնելով, թեկուզ դա լինի համոզելով եւ սա չի վերաբերվում մի կողմին, բոլոր դերակատարներին, հա, այդ գնահատականը, այսինքն այստեղ մեկին քննադատելու, մյուսին գովաբանելու խնդիր չկա։ Եվ որpիսի դա լինի անձով պայմանավորված եւ շեշտադրվի այդ անձը, պետքա այդ անձի անունը լինի այդ վերնագրի մեջ եւ Սամվել Կարապետյանի հետ այսպեսի այսպեսի ինչ որ վերնագիր դնելու համար այդպեսի կուսակցություն հնարավոր չի հիմնադրել, պետքա դաշինք հիմնադրել, դաշինքի համար պետք է մեկից ավելի ուժեր կամ մարդիկ եւ այս ֆորմատը իրենք ընտրել են, կարծում եմ, այդ անունը օգտագործելու համար։ Ըստ ձեզ դա ռազմավարական հաշվարկ էր։ Դա PR տեխնոլոգիա է, որը կարծում եմ իրանք լավ տիրապետում են եւ փորձում են իրականացնել առավելագույն օգուտ քաղել այդ իրավիճակից։
Իսկ ինչու հենց այդ երկու ուժերը հանրությանը անհայտ։ Դե ինչ որ երկու ուժ պետքա լինեին, եթե հայտնի ուժեր լինեն, կարա եւ խնդիր լինի, իսկ եթե դրանք անհայտ է, այդ իմիջիայլոց դա նոր բան չի։ Նիկոլ Փաշինյանը երբ որ Իմ քայլն էր հիմնադրում, այնտեղ էլ ինչ որ շատ հայտնի ուժ չէր մյուս կողմը, հա, փոքր թվով հետո падգամավորներ ունեցան, այսինքն դա արդեն կիրառված տեխնոլոգիա է, երբ որ դուք փոքր կամ անհայտ մարդկանց վերցնում եք ձեր թիմի մեջ եւ ձևավորում եք դաշինք ձեր ուզած անունով։ Հիմա ինչու է այդ մարդիկ, ես այդ մարդկանց չեմ ճանաչում, կարող է իրենք վստահում են այդ մարդկանց, իրանց մարդիկ են, դրա համար էլ այդ մարդիկ։ Սամվել Կարապետյանի դաշինքի ներկայացուցիչները շատ բարձր նշաձող են սահմանել եւ հայտարարել են, որ բացի խորհրդարան անցնելուց նրանք նաեւ պատրաստվում են հաղթել ընտրություններում։ Ձեր գնահատմամբ այս հայտարարությունները որքանով են իրատեսական։ Նայեք, դե նորմալ է, որ ընտրություններին մասնակցող ուժը հայտարարում է, որ ինքը հաղթելու է։ Իհարկե կան մեր ապաքաղաքական դաշտում շատ են նաև նոնսենսները, երբ որ գալիս են ասում են մենք իշխանության չենք հավակնում, մեզ ընտրեք, որ մենք լավ ընդդիմություն լինենք, դա էլ աբսուրդ, բայց այն ինչ որ հայտարարվում է նորմալ է, որովհետև այլ կերպ հնարավոր չի մտնել մրցապայքարի մեջ, ասել այ ես շանս չունեմ, բայց դուք ինձ ընտրեք, որովհետև ես ուզում եմ հաղթել։ Պարզ է, որ պետք է ասեն, որ իրենք հաղթելու են, որտեղ նշաձողի հարց չկա։ Ամեն մեկն էլ ով մտնում է այդ մրցապայքարի մեջ, գոնե ինքը իր համար այդպես տրամադրվում է, որ հաղթի։ Հակառակ դեպքում պատկերացնում եք քաղաքական միավոր կամ իրավաբանական անձ, որը մտել է ընտրապայքարի մեջ եւ ասում է, որ ես մեծ շանսեր չունեմ, բայց ես հույս ունեմ, որ դուք ինձ կընտրեք։ Կան, որ իրենք խորապես համոզված են, որ իրենք չեն ընտրվելու, բայց իրենք էլ իրանց դերն ունեն, դրանք հասարակությանը մոլորեցնող խմբերն են, այսպես կոչված ուժերն են, որոնց նպատակը այս դաշտում գտնվելով թիրախավորել այդ դաշտի ուժերին կամ հակառակը, այսինքն կապված նրանք ինչ խնդիր են լուծում այդ ընդհանուր ռազմավարության մեջ։ Միաժամանակ արդեն տեղեկություններ են տարածվել ընտրակաշառքի հնարավոր դեպքերի խախտման մասին, Արմավիրում օրինակ ձերբակալվել են Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառքի եւ բարեգործության սահմանափակումների խախտման կասկածանքով։ Ձեր կարծիքով սա սպասելի զարգացում էր նախընտրական գործընթացի շրջանակում։ Իմ կարծիքով այո, այդ մշակույթը նոր չի մեր մոտ եւ այնպես չի, որ մեր հասարակությունը եւ նրանք ովքեր սովոր էին փող տալու եւ նրանք ովքեր սովոր են փող վերցնելու, այդպես վերափոխվել են եւ դարձել են ազնիվ ու քաղաքականապես հասուն։ Բնական է, որ այս 8 տարվա մեջ ցավոք սրտի էական ոչինչ չի արվել փոխելու համար թե քաղաքական դաշտի կոնստրուկտը եւ փիլիսոփայությունը, հիմքը, ինչ կուզեք ասեք, բայց այդ դաշտը կայացնելու համար նախադրյալներ չի ստեղծվել։ Եվ մյուս կողմից հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ շատ քիչ բան արվել։ Դե հասկանալի է պատերազմ եւ այլն այդպես անկանոն, անկայուն իրավիճակ տարածաշրջանում, բայց հասկանում ենք, որ առանց իրավագիտակից եւ պատասխանատու քաղաքացիների, առանց ինքնորոշված հասարակության չկա ժողովրդավարություն որպես այդպիսին եւ չկա ուժեղ պետություն, կայուն պետություն, բայց ցավալի է, որ ոչինչ չի արվել եւ նորմալ է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ընտրակաշառք էին տալիս եւ նրանք ովքեր ընտրակաշառք են վերցնում ոչ միտեղ չեն անհետացել եւ նրանք փորձելու են կիրառել բոլոր հնարավոր միջոցներ, ով փող ունի փող է տալու, ով փող չունի խոստում է տալու, ով խոստում չունի վախացնելու է, ով չի կարողանալու վախացնի փորձելու է համոզել, խղճի վրա ազդել եւ այլն, այսինքն ամեն մեկը փորձելու է այս բխտոր ջրում իր ցուկը բռնի։
Այս թեմային նաև վարչապետն էր անդրադարձել երեկ եւ հայտարարել էր, որ հունիսի 7-ին նրանք կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանը, մեջբերում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին փաթեթավորում եք, որոշում եք, որ փողով կարող եք առնեք ու ծախեք, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է ու դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք։ Կներեք, բայց դա շատ վերամբարձ բառեր է, առանց կշիռ չունեցող, հա, ասենց ասեմ, ուղակի բառեր են։ Այդ ընտրարշավի մի մասը կազմում։ Ես շատ կուզենայի, որ այդ բառերը արտասանողը գոնե մի բան արած լիներ, որ այդ ժողովուրդը, որը գնալու է 26 թվականին ընտրելու, մի փոքր ավելի իրավագիտակից ու պատասխանատու լիներ, քան 18 թվականից առաջ էր, բայց ցավալի է, ոչինչ չի արվել։ Ու այդպես հայտարարելով, հա, ճառեր կարելի ասել։ Մենք սովորենք իշխանությունների կողմից ճառեր լսել։ Սամվել Կարապետյանի քաղաքական ակտիվությունը հաճախ դիտարկվում է արտաքին ազդեցությունների համատեքստում։ Ձեր կարծիքով նա կարող է անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Հայաստանում ոչ մեկն էլ այս գործող քաղաքական միավորներից բացի այն, որ չի կարող ցանկություն էլ չունեն առանց արտաքին ազդեցության երկրի ներսում խնդիր լուծելու։ Դրա գիտակցումը չկա։ Հայաստանում իրապես չկա սուբյեկտայնության ընկալում որպես հասարակություն, որպես պետություն, եւ դա մեր մեծագույն ողբերգությունն է։ Մարդիկ սովորեն կամ գերադասում են պատասխանատվություն չվերցնել եւ թողնել այդ պատասխանատվությունը այլոց վրա, այդպիսի հասարակության մեջ այն քաղաքական ուժերը, որոնք կան կամ կարող են ձևավորվել, նրանք մի լուրջ խնդիր ունեն։ Հանրային աջակցություն չունեցող խոսքը ընտրությունների մասին գնալ եւ ընտրելը չի։ Այդ ընտրությունների ժամանակ գնալ եւ ընտրելն էլ պատասխանատվությունը սեփական ուսերից ուրիշի վրա գցելու ձև է, բայց ընտրությունների արանքում հանրային լուրջ աջակցություն չունեցող քաղաքական ուժերը իրենց հույսը դնելու են արտաքին ուժերի վրա, այսինքն եթե պետությունը ներքուստ կայուն չի, ուժեղ չի, իսկ այդ պետությունը կարող է միայն կայուն եւ ուժեղ լինի իրավագիտակից ինքնորոշված հասարակություն ունենալու դեպքում։ Եթե այդ հասարակությունը ինքնորոշված չի, բնական է այն խմբերը, որոնք գալու են, չեմ ասում կուսակցություններ, չեմ ասում քաղաքական ուժեր, խմբերը, որոնք գալու են այդ երկիրը կառավարելու, նրանց, այսպես ասենք, աջակցությունը փորձելու են ստանալ դրսից։ Հիմա մի խումբը կարա դա Ռուսաստանից ակնկալի, մի խումբը կարա դա Եվրոպայից ակնկալի, մեկը ԱՄՆ-ից, մյուսը Չինաստանից, բայց ժողովրդի վրա հույս դնող մարդ չկա։ Մյուս կողմից այդ ժողովուրդը, որ չի մասնակցում, որովհետև այն հայտ ներկայացրածները, ինչպես ասեցի, քաղաքական չեն, նրանք էլ ուղղակի իներցիայով իշխանություն ստացած կամ իշխանության ձգտող միավորներ են։ Այսինքն հասարակությունը այնպես չի, որ միակ մեղավորն է։ Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը քաղաքական միտք ունեցող էլիտայի կամ ընտրանու բացակայությունն է։ Մեր միջավայրը նպաստավոր չի նման շերտի ձևավորման համար եւ այն մարդիկ, ովքեր չեն հարմարվում կամ թողնում գնում են, կամ էլ վաղ թե ուշ կոտրվում են, չեն պայքարում իրենց, որտեվ դժվար է գտնել համախոհներ մի միջավայրում, որտեղ եթե դու ազնիվ ես եւ գրագետ եւ դու կարող ես խնդիր լուծել, բայց քո շրջապատում մարդիկ պատեհապաշտներ են, այդ քաղաքական շերտի մասին է խոսքը, դժվար է պոպուլիստների եւ պատեհապաշտների հետ գաղափարներով մրցել։ Հասարակությունը լսում է եւ գնահատում է այն, ինչ ավելի հեշտ է մարսվում մտքի տեսակետից, իսկ մտքի տեսակետից հեշտ մարսվող պոպուլիստական հայտարարություններն են։
Իսկ Սամվել Կարապետյանի թիմը որքանով է ինքնուրույն քաղաքական որոշումների մեջ եւ որքանով է տեսանելի այստեղ Ռուսաստանի ազդեցությունը։ Դե Հաշվի առնելով բոլորն էլ ինչ որ չափով ունեն ինքնուրույն սահմաններ, որտեղ իրենք կարող են գործել, կարող են ասել սա կամ նա, եւ եթե դրանից ավել ասեն, կարող են պատժվել։ Դա բոլորի մոտ է, միայն իրենց մոտ չի, ես վստահ եմ, դա նաեւ գործող իշխանության մոտ կա այդ խաղի կանոնը, այսինքն եթե այդ կանոնները չլինեին, ով ինչ ուզեր ասեր, այդ կլիներ խնդիր բոլոր առումներով, այսինքն այստեղ ոչ թե քննադատություն է, այլ ինքնուրույնության ինչ որ չափ կա։ Այլ հարց է, որ այն գաղափարը կամ ավելի ճիշտ կլինի գաղափարի բացակայությունը, որը կա քաղաքական այդ միավորների մոտ եւ գործող իշխանության եւ ընդդիմության, դա բերում է նրան, որ կողմնորոշիչներ չկան եւ PR խումբն է որոշում, օրինակ, այսինքն սկզբունքներ չկան։ Դու կարող ես ասել սա, չասել սա, դու կարող ես ասել սա, չասել սա, բայց դրանք չեն բխում սկզբունքներից եւ արժեքներից, այլ զուտ նպատակահարմարությունից։ Բայց եթե մենք արժեքներ չունենք եւ շարժվում ենք բացառապես նպատակահարմարությամբ, դա էլ է ցուցիչ, որ մենք քաղաքական ժողովուրդ չենք։ Ընդհանրապես վերջին շրջանում շատ է խոսվում, որ առաջիկա ընտրություններին կարող է լինել նաև ռուսական ազդեցություն կամ միջամտություն։ Ըստ ձեզ սա քաղաքական իրական վտանգ է, թե քաղաքական հռետորաբանության մաս։ Ոչ մի պետություն էլ Հայաստանի բարեկամ կամ հակառակորդ գեղեցիկ աչքերի համար չի մեզ աջակցում կամ զուտ ինչ որ վեհ հումանիստական գաղափարներով չի։ Իհարկե դա էլ կա քիչ դրսևորումները դրա, բայց պետք է ասեմ, որ մեծապես այդ աջակցությունը որևէ շահ է հետապնդում ու դա նորմալ է, այսինքն այդտեղ այնպես չի, որ սա մեղադրանք է արևմուտքի կամ նույն Ռուսաստանի հասցեին։ Այդ պետությունները իրենց շահն են հետապնդում եւ նրանք փորձելու են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչ նպատակ ունի օրինակ Ռուսաստանը, եթե փորձի հետ վերադարձնեն Հայաստանը իր ազդեցության ուղեցիր առանց Նիկոլ Փաշինյանի, որտեղ իրենք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը փողոցից իշխանության եկած անձ է եւ դա հակասության մեջ է ռուսական աշխարհընկալման եւ այսպես ասենք փիլիսոփայության հետ լուրջ հակասության մեջ է։ Իրենք կարծում են, որ Հայաստանի նման երկրներում, որոնք եղել են դարերով Ռուսաստանի գաղութ եւ շարունակում են մնալ մինչեւ վերջերս, իրենք պետք է նշանակեն, հանեն կամ դնեն ում ուզում են։ Եվ այդ առումով շատ վատ ցուցիչ էր 18 թվականի իրադարձությունները իրենց համար եւ իրենք ոչ մի կերպ չէին կարող գնալ Նիկոլ Փաշինյանի հետ մերձեցման, այսպես ասենք, եւ իհարկե խոսույթի մեջ դա այդպես չէր կարող երևալ, բայց գործողությունները դրան էին տանում։ Եվ պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մեծ հույսեր ուներ, որ իրեն կընդունեն այդ ավտորիտար համակարգերը որպես յուրային եւ տեղ կտան, բայց դա այդպես չեղավ եւ հիմա այդ հակասությունը շարունակվում է դեռևս ու Ռուսաստանը ցանկանում է այնպիսի մարդու նշանակել, որին ինքն է ուզում նշանակել եւ այդ առումով Սամվել Կարապետյանը լավագույն թեկնածուն է իրենց, որ շատ այդպես լավ ասենք, որ Ռուսաստանում մեծ կապիտալ ունի եւ դրանով ինքը կախվածության մեջ է եւ կանի այն ինչ պետք է անի, ոչ թե այն ինչ ուզում է անի։ Մյուս կողմից արևմուտքը խոստացել է Նիկոլ Փաշինյանին ինչ որ հրեղեն ձիեր ուղարկել, որպեսզի այդ ընտրությունների ժամանակ այստեղ այլ բան չլինի, քան իրենց ակնկալած արդյունքը։ Ես դա եմ հասկանում։ Այսինքն այստեղ մենք այնքան թույլ ենք, այնքան չկայացած ենք եւ այնքան խոցելի, որ
տրամաբանական է, որ նույնիսկ չեն էլ թաքցնում նրանք, ովքեր ցանկանում են մեզ իշխել, որ ցանկանում են մեզ իշխել։ Այլ հարց է, որ այն դերակատարները, ինչպես մենք զրույցի սկզբում նշեցինք, ովքեր կան Հայաստանում, իրենք դեմ չեն ծառայել սրան կամ նրան։ Եվ մեր ողբերգությունն այն է, որ մենք չունենք սուբյեկտայնության գաղափարի ընկալում ունեցող միավոր քաղաքական, որը կգա եւ իր խոսքը կասի այս դատարկության մեջ, դեռ չունենք։ Մյուս կողմից ընդդիմադիր դաշտում շարունակվում են քննարկումները հնարավոր միավորումների մասին։ Ըստ ձեզ, որքանով կարող է ընդդիմությունը միավորվել մեկ քաղաքական կենտրոնի շուրջ։ Դուք ոնց եք պատկերացնում, կարող են բոլոր ոչ իշխանական միավորները հավաքվել մեկ կենտրոնի շուրջ։ Չէ, ընդդիմադիր, որ ասում ենք, նկատի ունենք գործող իշխանությունից զատ այլ մնացած ուժերը։ Պարզ է, չէ, որ կան ուժեր, որոնք այնուամենայնիվ արևմտամետ են եւ պատրաստ չեն համագործակցել ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի հետ։ Ես չեմ ասում, որ դա լավական վատ է, բայց միանշանակ հնարավոր չի, որ բոլորը զուտ ասեն Նիկոլ Փաշինյանին դեմ ենք եւ գնանք Հայաստանը տանենք դեպի Ռուսաստան, մենակ Նիկոլ Փաշինյանը չլինի։ Մարդիկ կան ուզում են ժողովրդավար պետություն ունենան, եւ այդ ժողովրդավար պետություն ունեցողները չեն կարող համախմբվել իմ կարծիքով Սամվել Կարապետյանի ուժի շուրջ կամ պրոռուսական առանցքի շուրջ։ Եթե ամեն դեպքում այդ համախմբումը լինի, ձեր կարծիքով ով կլինի առանցքը համախմբման։ Դե ով շատ փող ունի, կարծում եմ, այդտեղ մի հոգի կա, որ միլիարդ հատեր է, ուրիշ մարդ դժվար լինի։ Դա ակնհայտ է, այսինքն ինչպիսի համախմբում է լինի, ամենածանրակշիռը լինելու է այդ ուժի շուրջ, պրոռուսական թևի մասին է խոսքը, եւ ես կարծում եմ, այդտեղ առանձնապես առաջի համարի մրցակցություն էլ չկա։ Բոլորը գալու են ուղղակի ինչ որ փայ փախցնելու համար իրենց երեխաների եւ իրենց ընտանիքների համար, որովհետեւ դե տուն են պահում։ Ընդդիմադիր դաշտում հիմա մեծ ազդեցություն ունեն նաև Ռոբերտ Քոչարյանի, ինչու՞ չէ նաև Սերժ Սարգսյանի քաղաքական թիմերը։ Ձեր կարծիքով նրանց մասնակցությունը ընտրություններին սահմանափակում է մյուս ուժերի մասնակցությանը։ Դե կարծում եմ գոնե իրավունքի տեսակետից չէ, իսկ քաղաքական կոնյունկտուրայի տեսակետից իհարկե ինչքան քիչ լինեն դաշտում, այդքան նորերի հնարավոր զարգացումը ավելի հավանական է, բայց ասել, որ եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը վաղ տուն գնան կամ հայտարարեն, որ էլ որևէ կուսակցության մեջ չեն կամ փակեն այդ կուսակցությունները, չգիտեմ, ցանկացած ձևով հրաժարվեն քաղաքական մրցապայքարից, միևնույնն է մենք այդ մեր ողբալի վիճակը չի փոխվելու, որովհետև մեր խնդիրը կապված չի այդ անձերի հետ, մեր խնդիրը ինստիտուցիոնալ է, մենք կայացած չենք որպես ինստիտուցիոնալ ժողովրդավարություն ունեցող պետություն, իսկ այդ ինստիտուտների մեջ առաջին հերթին քաղաքական ինստիտուտներն են, քաղաքական ինստիտուտների կայացման համար պետքա գաղափարական հենք եւ գիտակից հասարակություն կամ գոնե այդ իմ ասած ընտրանին։ Եթե դա չկա, ինչով է դա լինելու։ Իհարկե, որ չկա մի օր լինելու է, եթե թույլ տան Հայաստանը մնա ինքնիշխան, բայց պետքա հասկանալ, որ աշխարհը շատ մեծ տեմպով առաջ է գնում եւ մենք դեռ վերածննդի շրջանի այդպես ժողովրդավարության սկզբներն ենք, հա, ինչ որ տենց ասենց ասենք, դեռ նոր քաղաքական միտք ձևավորելու փորձեր ենք անում, բայց մյուս կողմից հույսը տալիս են, որ տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես արհեստական բանականության լայն օգտագործման միջոցով հնարավոր է հասարակության վերափոխման քայլեր ձեռնարկել։ Ես
հիմա անհամեստ չհնչի այդ ուղղությամբ եմ աշխատում, իմ հույսը այն է, որ հնարավոր է արհեստական բանականության գործիքները օգտագործելով վերափոխել հասարակական մտքի գոնե մի մասը, այսինքն բերել նոր գիտակցություն, որը թույլ կտա այդ մարդկանց գտնել արժեքային ընդհանրություններ եւ համատեղ պատասխանատվություն վերցնել այս երկրի համար։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի մասին հաճախ ասում են, որ նա ունի դեռ որոշակի ընտրազանգված, ըստ ձեզ ունի իրական հնարավորություն իշխանության վերադառնալու։ Բոլորն էլ ունեն ինչ որ ընտրազանգված, այսինքն այդ զանգված ասելով մի հոգին էլ է զանգված, մի միլիոնն էլ է զանգված, ես չգիտեմ ինչքան զանգվածի մասին է խոսքը, բայց վերադարձի շանս չունի, որտեվ հանրային լայն աջակցություն չունի։ Իսկ Սերժ Սարգսյանի թիմը որքանով է այսօր ազդեցիկ նրա քաղաքական։ Նայեք, մենք ինչքան էլ ասենք, որ քաղաքականության մեջ քաղաքական ուժը կամ իրեն քաղաքական ուժ ներկայացնող միավորը պետք է ձգտի իշխանության, միևնույնն է, այդպես չի, որ դու կամ իշխանություն ես, կամ ոչ մի բան չես, ազգային ժողովում կարող են լինել տարբեր քաղաքական ուժեր, որոնք այս ընտրություններ, այսինքն մի ընտրությունով ամեն ինչ չի վերջանում, եւ հաջորդ 5 տարի հետո էլ ընտրություններ կան։ Նորմալ է, որ նույնիսկ այն ուժերը, ովքեր ներքուստ հավատ չունեն, որ իրենք առաջի տեղն են զբաղացնելու, մասնակցում են ընտրություններին, դա եւ փորձ է, եւ գիտելիք է, եւ ինչու ոչ կարող են մի քիչ կրթվել էլ առիթը, որտեղ մեր մոտ ընտրությունից ընտրություն է, ինչ որ մի քիչ քաղաքական process-ներ գնում, հա, որ նման է քաղաքականին։ Դրա համար պարտադիր չի, որ եթե Սերժ Սարգսյանը կամ իր թիմը մասնակցում է, իրենք հավակնեն առաջի տեղին կամ երկրորդ տեղին։ Գուցե ուղղակի պրոֆիլակտիկ աշխատանքներ են անում, գուցե պատրաստվում են հաջորդ ընտրություններին, գուցե պատրաստվում են դաշինք կազմեն, շատ տարբեր։ Կնդրի էլ շտապել հայտնել իրենց մասնակցության մասին։ Առավել եւս որ դեռ չեն հայտնել։ Պարոն Միսկարյան, ինչպիսին կլինի ապագա խորհրդարանը ըստ ձեզ։ Ապագա որ խորհրդարանն է, այն որ ես տեսնում եմ 31 թվականից հետո ոչ մի կապ չի ունենալու նրա հետ, ինչ մենք ունենք հիմա եւ ինչ կունենանք 26 թվականին, բայց եթե ապագան նկատի ունենք 26 թվականի խորհրդարանը, ապա նա ոչ առանձնապես չի տարբերվելու այս խորհրդարանից։ Այս սահմանադրությունը դեռևս այլ բան թույլ չի տալիս եւ մենք էլ չունենք որպես ժողովուրդ այդ ռեսուրսը, առողջ ռեսուրսը, մարդկային ներուժը, գիտակից, բանիմաց, պատասխանատու մարդկանց այդ ներուժը չունենք, որոնք կգան պատասխանատվություն կվերցնեն, կմտնեն ազգային ժողով, կփոխեն օրենքները եւ այս պետական համակարգը, որ ժառանգել ենք սովետական միությունից, ու այդպես մեջքներից վրա տանում ենք։ Շնորհակալ եմ շատ, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը։